կկատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Կառավարությունը աջակցության ծրագիր է ընդունել, որով սուբսիդավորում է ջերմատնային ապրանքի արտահանումը։ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, Բրյուսելը մտադիր է նաև Հայաստանի համար սահմանել արտօրինյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին ֆոն դեր Լայենը եւ Փաշինյանը քննարկելու են Եվրամիության աջակցությունը Հայաստանին։ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կոորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում մի շարք նոր ռազմավարական ներդրումների։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ հայտնում են TRIP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց։ Հայաստանը բոլորին է պետք, Փաշինյանը արձագանքում է Լուկաշենկոյի սկանդալային հայտարարություններին։ Հանրապետության մի շարք մարզերում խուզարկություններ են, իրավապանները մեր ձևով հասարակական կազմակերպության ապօրինությունների հետքերով են գնացել։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կոորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում TRIP-ի զարգացման ընկերության հիմնմանը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ հայտնում են, որ TRIP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է։ Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին, ընդամենը օրեր առաջ իր Հայաստան կատարած այցի ընթացքում եւ հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Եվ հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նշելով Հայաստան եւ Ադրբեջան հակամարտությունը ավարտվեց, ստորագրեցի համաձայնագիր, որը ստեղծում է TRIP ուղին։ Այն երկու երկրներին, հատկապես Հայաստանին, տրամադրելու է արտակարգ հնարավորություններ հիմնված ինքնիշխանության վրա։ Այսօր գործադիր է ընդունել է աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են ջերմատնային ապրանքի, լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանումը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, կվերադարձնենք Եվրամիություն արտահանվող թարմ պտուղ բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Մրգի արտահանման սուբսիդավորումը ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի կներկայացվի հաջորդ թիվ։ Եվ այսպես հաստատվել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Հայաստանի տարածքից 2020
2026 թվականի հունիսի ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղ բանջարեղեն եւ ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին տրամադրվում է փոխհատուցում հետեւյալ չափերով. ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ եւ ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էր խոստացել, որ կառավարությունը սուբսիդավորելու է Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին։ Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, հասել են Եվրոպական միություն, արաբական երկրներ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց են ունենալու, քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Բրյուսելից հաղորդում են ազատության աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների, Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը առայժմ հայտնի չէ։ Հստակ է սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու ու եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Ընդ որում, առևտրային այս արտոնությունները միակողմանի են եւ Հայաստանը պարտավորված չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն միջոցները, ինչը կարող էր հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ամենաթարմ օրինակն էլ Ուկրաինան է, որի հանդեպ այս ռեժիմը սահմանվեց 2022 թվականի հունիսին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ անց։ Մոլդովան առևտրի ինքնավար միջոցառումներից օգտվում է դեռևս 2008 թվականից։ 2014-ին սակայն Եվրամիությունն էլ ավելի ընդլայնեց այդ արտոնությունները, երբ Ռուսաստանը արգելեց մոլդովական գինիների, մրգերի եւ մսամթերքի ներկրումը։ Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հեռախոսազրույցի մասին։ Զրույցից հետո եվրոպացի պաշտոնյան հայտնել էր, որ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների դեմ կանգնած Հայաստանի հետ եւ փնտրում է արագ արձագանքման ուղիներ։ Մենք կարագացնենք աշխատանքը խթանելու առևտրային եւ էներգետիկ կապերը Հարավային Կովկասի ուղղությամբ եւ տարածաշրջանում, ինչպես նաեւ աջակցելու Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդման իր անմիջական հարևանների հետ, հայտարարել էր Եվրամիության հանձնակատարը, հավելելով Հայաստանը ինքնիշխան եւ անկախ երկիր է, որի ժողովուրդը ազատ է ընտրելու իր երկրի ուղին։ Վարչապետ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է անդրադարձել ռուսական կողմի վերջին սահմանափակումներին։ Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքը իր շուկա որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Վարչապետը վստահեցրել է, որ հունիսի 7-ին վերընտրվելուց հետո կվերադառնա աշխատանքի եւ այս հարցերը կլուծի։ Նա տեղեկացվել է, որ Մոսկվա է մեկնելու, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածություն ունի։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործողությունները եւ քայլերը սխալ է որակել, ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից շատ ավելի խելամիտ կլիներ, որ փորձեր Հայաստանին բացատրել, ինչ օգուտներ կարելի է ստանալ ԵԱՏՄ-ում մնալով, նման կոշտ ռետորաբանության փոխարեն։ Անցյալ շաբաթավերջին ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին Ռուսաստանի նախագահն ու ԵԱՏՄ մյուս 3 երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին ու Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, ինչին ի պատասխան պաշտոնական Երևանը արձագանքեց, հիմա նման հանրաքվե անցկացնելու նպատակահարմարություն չի տեսնում։ Վարչապետը նաև Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին է անդրադարձել։ 2022 թվին էր երևի կամ 23 թվին էր Բելարուսի նախագահ Լուկաշենկոն մի sense հայտարարություն արեց, ասեց դե հայերը ում են պետք, Հայաստանը ում է պետք, Հայաստանը մենակ մեզ է պետք։ Գիտեք, դա մի հայտարարություն էր, որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ այսօր էլ ոչ մեկ ուշադրություն դարձրեք։ Տեսել եք, այսօր Բելարուսի նույն նախագահը որ ասում էր Հայաստանում է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի։ Այսօր ընկած համոզումը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրել, ժողովուրդ ջան։ Մենք ուրիշ բան ենք ասում։ Ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում, որ երբևէ որևէ մեկը իրավունք եւ հնարավորություն չունենա, ասի Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Հայաստանը բոլորին է պետք։ Այսօր
Եվ իմ մեծագույն խնդիրը հետևյալն է, Ժողովուրդ ջան, որ Հայաստանի Հանրապետությունը եւ դուք ունենաք այլ ընտրանքներ։ Լուկաշենկոն նաև օրերս հայ ժողովրդին կոչ է արել այդպիսի քայլ անելուց առաջ ենթադրաբար նկատի ունենալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը ու դեպի Եվրամիության անդամակցություն ընթանալը շատ լուրջ մտածել սպառնալով ուկրաինական սցենարով։ Ռուսաստանի նախագահի միջազգային կազմակերպությունների հետ կայուն զարգացման նպատակներով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր կրճատվող մատակարարումները փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով։ Այս մասին նշել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Մենք այն, ինչ կորցնում ենք Հայաստանում, կփոխարինենք Ադրբեջանով, քանի որ միանշանակ է, որ գյուղատնտեսության ոլորտում Ադրբեջանը կարող է ավելի շատ արտադրել եւ ավելի մեծ ծավալներ մատակարարել, քան Հայաստանը, նշել է Տիտովը։ Նրա գնահատմամբ Ադրբեջանը կարող է ապահովել ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան մատակարարումներ, ինչը Բաքվին դարձնում է նախընտրելի գործընկեր Մոսկվայի համար։ Տիտովը նաև անդրադարձել է Հայաստանի Եվրամիության հնարավոր անդամակցության հետևանքներին։ Ռուս պաշտոնյան նշել է, որ փոփոխությունները կանդրադառնան տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Մասնավորապես, ըստ նրա, ներկայում Հայաստանը էներգակիրներ է ստանում եվրոպական շուկայից զգալիորեն ցածր գներով, սակայն Եվրամիությանը անդամակցելու դեպքում դրանց արժեքը կհավասարվի եվրոպական շուկայական ցուցանիշներին։ Եվ այժմ զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, համանուն կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան։ Պարոն Մեհրաբյան, եւ այսպես ամենահետաքրքիր տեղեկությունները գործադիր ընդունեց աջակցության սուբսիդավորման ծրագրերը մեր տնտեսվարողների համար եւ հերոսազրույցներ ունեցան Արադ Միրզոյանը, Մարթակ Կոսը, քննարկեցին աջակցության հարցեր, սպասվում է ֆոն դեր Լայն Փաշինյան զրույցը, ելի Բրյուսելի աջակցության վերաբերյալ ու ըստ Ազատության բրյուսելյան աղբյուրների Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, Բրյուսելը նաև մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Ինչ է սա իրենց ենթադրելու։ Սա ըստ էության ենթադրում է Եվրամիության տիպային արձագանքը նման ճգնաժամերի նկատմամբ, նման երբ Ռուսաստանը ինչ-որ երկրի նկատմամբ արդեն անցնում է պատժիչ գործողությունների եւ այդ երկրները երբ Եվրամիության գործընկերներն են։ Հենց այսպիսի արձագանք մենք տեսանք տարիներ առաջ Մոլդովայի պարագայում, Վրաստանի պարագայում եւ հիմա էլ Հայաստանի։ Ըստ էության դա Եվրամիության քաղաքականության այսպես ինստիտուցիոնալ գործիքակազմի մեջ է, հա։ Սա կրկնեմ տիպային արձագանք է եւ Հայաստանն այո պետք է օգտվի այդ ուրեմն Եվրամիության այս հնարավորությունների, բայց ոչ միայն Եվրամիությունն է այստեղ, այո ես կարծում եմ որ Հայաստանը նաեւ կարող է ուկրաինական շուկայից, ղազախական շուկայից, ի վերջո այդ ԵԱՏՄ-ից երբ մենք խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանն է նման պատժամիջոցներ որոշել կայացնել Հայաստանի նկատմամբ, բայց ասենք դա չի վերաբերվում օրինակ Ղազախստան։ Սա դիտարկում ենք որպես առանձին, ոչ թե ԵԱՏՄ հավաքական, Սա Ռուսաստանի, բայց այստեղ եւս հարցեր են առաջանում։ Դա ինչ կազմակերպություն է այդ ԵԱՏՄ-ն։ Եթե մի վագոն փաստաթղթեր, պայմանագրեր, չգիտեմ, կանոնակարգեր ստորագրել ենք, հա, համապատասխան ներկայացուցիչներ են նշանակված, հա, որոնք պետք է այդ մի վագոն փաստաթղթերին համաձայն արդեն դա ռեգլամենտներ են, հա, աշխատեն, բայց մեկ էլ տեղից վեր եկնում մի հանցագործ մոլագար ու ասենք այդ ամբողջը վերածում զուգարանի թղթի, դե կազմակերպությունը։ Եվ Հայաստանն այդտեղ մնում է, որ ինչ անի։ Երբ վարչապետն էլ ասում է թող մեզ բացատրեն, այսինքն մենք այդտեղ ենք 13 տարի ու մեզ նոր պետքա բացատրեն, թե այնտեղ մնալը մեզ ինչ օգուտ պետք է տա, մանավանդ մենք դրա նախապատմությունը հոլավ գիտենք։
երբ Հայաստանի այն ժամանակվա փալաս ղեկավարությունը 2 ժամվա ընթացքում դողդողացող ծնկների վրա մի կերպ կանգնած դողդողացող ձայնով, չէ, իր հպատակություններ հայտնում այդ մոլագար հանցագործին, չէ, ինչի համար, որովհետև կոռումպացված էր, լեգիտիմ չէր եւ վրան էլ վագոններով կոմպրոմատ։ Պարոն Մերաբյան, Եվ հիմա երկրորդ հարցը, դա ինչ կազմակերպություն է եւ իր անդամի արտադրանքի վրա այդ մի մոլագարի հաճույքով էմբարգո է դրվում, հա, բեռնարկելք է դրվում եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի արտադրանքին է նախապատվությունը տրվում եւ մի բան էլ բարձրաձայն հայտարարում։ Հարցը չէ, էլի նորից ռետորական Հայաստանն այդտեղ մնում է որ ինչ անի։ Կարեք ինձ բացատրեք։ բայց սա Եվ երրորդն էլ ինչ անի Ռուսաստանը գլխներից ցախշարի ու կրակվառի, որ ասենք դե լավ էլի դե հերիք է։ Ես դա եմ ուզում ասել, բայց սա այն ինչ հիմա կատարվում է, չէ՞։ Այս կառավարության շատ տրամաբանական քաղաքականությունն է։ Ինչու եմ այսպես ասում։ Իսկ բացի այս կառավարությունից ով էր վստահ որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Միջև այդ դանակը չեկավ չմտավ մեր մարմինը, այս կառավարությունը դա չհասկացավ։ Նույնը ԼԻԱՏՄ-ի պարագայում։ Տեսեք, ինչով է սա պայմանավորված։ Ինչու է մեր պետական որոշումների ընդունման մեքենան այդպես աշխատում։ Չի կանխարգելու։ Ոնց է կառուցված այդ մեքենան։ Կա մեքենա, որը ունի վարորդ, հա, այսպես ասենք։ Այդ մեքենան քշում է այնպես ինչպես կարողանում է, եւ այդ վարորդի էկիպաժի վզին գցած է մի հատ թոկ։ Էլ չեմ ասում այդ մեքենայի անիվներն են ծակում, չգիտեմ, այն բենզոբակի մեջ մի բուռ ավազն լցնում։ Այդ ինչ մեքենա է։ Հերն անիծում են այդ մեքենայի որքան կարողանում են։ Սա մենը գալիս է քաղաքական համակարգի ներկայիս վիճակից ներքին, հա, որ այսօր, այո, 21 թվականի ընտրություններին ժողովուրդը վերահաստատեց իր կամքը տեր լինելու իշխանության, բայց ընդդիմությունը հանձնեց Պուտինին։ Եվ հիմա Պուտինն ուզում է անել հետևյալը, օգտագործելով այդ ընդդիմություն կոչվածը, հա, որպես պլացդարմ, փորձ անել վերազավթելու իշխանությունը, եթե չստացվի, ապա դա պահել որպես պլացդարմ եւ հիմա էլ մենք 5 տարի հետո կգնանք ընտրությունների 31 թվականին եւ էլի կասեն պետության լինել չլինելու հարցը։ Այսինքն Հայաստանը հիմա հանգամանքների պարտադրմամբ իրականացնում է գործողություններ հրատապ ռեժիմով, այսպես հրդեհի շիջման ռեժիմով, մինչդեռ մենք պետք է սրանով պլանային ձևով զբաղվեինք, ինչ այդ։ Եվ դա չէր արվում։ Դե իսկ հիմա արդեն մեծ ընտրություն այլևս տրված չէ։ Եվ պետությունը պետք է անի այս քայլերը, որը անում է։ Եվ մենք տեսնում ենք նույնիսկ օրերի, ժամերի ընթացքում, չէ, հարցեր են լուծվում։ Լինի դա ուկրաինական շուկայում, լինի դա եվրոպական շուկայում, լինի դա սուբսիդավորման հարցը, լինի դա ընդհանրապես մեր արտահանումը վերակողմնորոշելու հարցը, ստանդարտների մի հատ մասին նենց ավելի թարմ վերսիայով մտածելու հարցը եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք, այս հանգամանքները նաեւ որոշակի առումով պարտադրանք են իրենց մեջ պարունակում նաեւ մեր քաղաքացիներին, պարոն Ոսկան։ Այսինքն մեր ելակ արտադրող քաղաքացին, չէ, ծաղիկ, չգիտեմ, լոլիկ, վերա կարդում եք, որ պախպեղ եւ այլն, հեսա շուտով ծիրան, հետո դեղց, հետո կերաս, հետո բալ, ձմերուկ, չգիտեմ, եւ այլն։ Այո, նրանք պետք է վերակողմնորոշեն իրենց արտադրանքը եվրոպական ստանդարտներին համապատասխան, իսկ արտահանեն
այդ ուղղությամբ։ Նախ դա շատ ավելի եկամտաբերել լինելու։ Ոչ մի անգամից։ Հետո այս սուբսիդիայի կառուցվածքը կփոխվի, նպատակները կփոխվեն, ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը սուբսիդիաների վրա է, հա, այսպես ասենք։ Տարբեր նպատակներով, բայց օրինակ Միացյալ Նահանգներում սուբսիդավորում են, որ ֆերմերները չարտադրեն, որպեսզի գերարտադրություն չլինի, գների անկում տեղի չունենա կատաստրոֆիկ, դա էլ հանգեցնի արդեն ուրեմն պարենային ճգնաժամի։ Տարբեր են, բայց սուբսիդիաներ, այո, պետությունները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը։ Հայաստան դաշինքը Եվ տեսեք մի կարևոր մի բան էլ, եւ քաղաքացին բացի դրանից էլ առիթ ունի հունիսի 7-ին արմատապես փոխելու իրավիճակը երկրում։ Պետության վզից թոկը հանելու։ Այո, Պուտինը, որ այսօր կանգնեցնում է մեր ելակը եւ ընդհանրապես միայն ելակը չէ, մեր անկախ պետության ընթացքը, այո, պետք է ծեծ ուտի հունիսի 7-ին։ Եվ դրա համար ոչ մի ձայն Հայաստանի քարտեզը պատռող թերմացքին, որը պետք է պատժվի դրա համար։ Եվ թող հետո գլուխ չտանեն, թե մենք հանդուրժողականություն, ժողովրդավարություն կներեք։ Չկա տես բան։ Պետության սիմվոլների նկատմամբ պետք է լինի հարգանք եւ դրանք պետք է լինեն պաշտպանված օրենքով։ Գնացեք ձեր հայրիկի նկարները պատռեք։ Հա? Ձեր գանգամաշկը հանեք, պատռեք, ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք պատռեք, պետության չկպնեք։ Պուտինը պատռեց Հայաստանի քարտեզը 22 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի վրա հարձակվեցին եւ Հայաստանը այդ պատկերի վրա պատկերված սահմաններով չճանաչվեց Պուտինի կողմից։ Հիմա այս անբարոյականները եկել են ու անում են նույն բանը մասսայական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Դուք ով եք այդ թափթփուկներ։ Ով եք դուք։ Այ Մարիա Զախարովայի գրկի բալալայք եք, ով եք դուք, այ փալասներ։ Դե տեսարանը շատ տհաճ էր բնականաբար։ Տհաճից բացի, սա հանցագործություն է, ըստ էության, սա անբարոյականություն է, սա ցինիզմ է ուղղակի, սա անհայրենիք թերմացքի պահվածք է սա։ Թող գլուխ չտանեն։ Ադրբեջան, Ալիև, որոճալով, սրանք մեծ վրա Պուտին բերողներն են, ժողովուրդ։ Սրանք մեր վրա Պուտին են բերում այդ բաները որոճալով ամեն անգամ։ Սա մենք պետք է ֆիքսենք եւ ուրեմն ոչ մի ձայն նրանց տեր կանգնեք, ձևավորեք ձեր նաեւ ընդդիմությունը, ձեր իշխանությունը եւ ձեր ընդդիմությունը։ Պարոն Մեհրաբյան, հիմա ձեր բոլոր դիտարկումներին հերթով կգանք, այդ թվում եւ կհասնենք այդ հանրահավաքին։ Դուք սկզբում նշեցիք, որ Եվրամիության տիպային արձագանք է ճգնաժամին, հա, բառը ճգնաժամ օգտագործեցիք։ Այո, ճգնաժամ է սա։ Իշխանությունը չի տեսնում, որ կա ճգնաժամ, միշտ էլ ասում են սահմանափակումներ եղել են, նախկինում եւ Փաշինյանն էլ ասում է հունիսի 7-ից հետո կվերընտրվեմ, Պուտինը հետ պայմանավորվել է, գնալու եմ, բոլոր հարցերը կլուծեմ, կգամ։ Կգնա հարցերը կլուծի, Եվրամիությանը կասենք շնորհակալություն ճգնաժամին մեզ աջակցելու արտոնյալ պայմանների համար ցտեսություն։ Դե դա կլինի շատ սխալ բան, որովհետև դա նշանակում է Պուտինին ասել հետևյալը։ Հարգելի եւ սիրելի մոլագար մանկապիղծ Էստի համեցեք, երբ ցանկանաք նույն բանն անելու եւս մեկ անգամ, երբ ձեր թանկագին կամքը թամամի, նման բան եւս մեկ անգամ անելու, երբ մեր այսպես մեղավորիս պահվածքը եւս մեկ անգամ ձեր դուրը չգա։ Սա է նշանակելու։ Հետևաբար մենք պետք է ընկալենք, որ կրկնում եմ, եթե մի կազմակերպության մեջ, որտեղ ամբողջ այդ ռեգլամենտները, պայմանագրերը, չգիտեմ, այլ փաստաթղթերը, օրենքները, հա, տիպային բոլորի համար,
ստանդարտ ձևավորող ամբողջ այդ փաստաթղթերը կարող են մի մոլագարի, մի հանցագործի կապրիզով վերածվել զուգարանի թղթի, դե չկազմակերպությունը եւ Հայաստանն այդտեղ մնում է, որ ինչ անի։ Երկրորդը, եթե այդ կազմակերպության անդամ երկրի նկատմամբ կամայական ինչ ուզեն կարող են անել եւ նույնիսկ նախապատվությունը տալ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի արտադրանքին, ինչ են անում մենք այնտեղ։ Երրորդ, էլ ինչ անի Ռուսաստանը, որ մենք հասկանանք, որ մենք այնտեղ անելիք չունենք այլևս։ Դե հենց դա է։ Հիմա ես չգիտեմ ինչ հարցեր են լուծելու։ Լուծելու կարելի է մի հարց այնտեղ ինչ որ պայմանավորվել որոշակի անցումային շրջանի հետ կապված, որ ասել թողեք մենք մեր գործերն անենք, մենք դուրս ենք գալիս։ Հաշտվեք միանգամից այդ մտքի հետ, դրանք էլ կամ կհամաձայնվեն, լավ է, չեն համաձայնվի, էլի լավ է։ Էլի լավ, այո։ Բայց այդ ժամանակ էլ մենք էլ մեր քայլերը կանենք, չէ՞, մենք ձեր բազայի տակ Պրաշյանի եւ Սլավյանկին կմիացնենք։ Եվ այլն, Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասաց նման սցենարի դեպքում Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ փլուզվելու է, Հայաստանը այդքան փող չունի, որ այդ հարցերը լուծի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նման սցենարի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունե զրկվելու է եւ փող չի ունենա։ Այն վարույթը, որը կա Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի հետ կապված, օրինակ այս սուբսիդիայի հարցը միանգամից կարճաժամկետ կլուծեր։ Հաստատ։ Հենց որ թող ավել պակաս չխոսի, մեկ, երկրորդը Ռոբերտ Քոչարյանը մի մարդ է, ըստ որի 20 թվականի պատերազմի սանձազերծողը ոչ թե Ալիևներ, այլ Հայաստանը։ Երբ 22 թվականին Ալիևը հարձակվեց Հայաստանի վրա եւ Ռուսաստանը չճանաչեց մեր սահմանները, իսկ մենք համաձայն չէինք այդ որոշման հետ եւ սկսեցինք նորովի կառուցել թե մեր պաշտպանությունը, թե մեր անվտանգությունը ի հեճուկս այդ արձագանքի վերաբերմունքի մոտեցման դիրքորոշման եւ Ռուսաստանը սկսեց Հայաստանին ճնշումների ենթարկել, ըստ Ռոբերտ Քոչարյանի մեղավորն էլ էլի Հայաստանն է։ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի եւ Պուտինի ազդեցության գործակալն է Հայաստանում, ըստ էության, ֆունկցիոնալ առումով բառիս։ Տեսեք, ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, Հայաստան Դաշինքից էին հայտարարություն տարածել, օրինակ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ գրեթե բնորոշեց, որ խայտարակությունը մեր փողերով մեզ սուբսիդավորում եք։ Բան փողերով ես ուզում սուբսիդավորեմ։ Ներողություն, պետությունը երբ իր արտադրողին ճգնաժամի ժամանակ սուբսիդավորում է, ի՞նչն է խայտարակություն սրա։ Չէ, դե պետք է մարդ դաշնակը լինի, որ ասենք պարզ բաները չհասկանա, էլի։ Հասկանում եք։ Թողնենք։ Եվ ասի բաներ, հա, նման բան առանց կարմրելու։ Ի տարբերություն իրենց կարմիր դրոշի։ Իրենք չեն կարմրում, իրենց դրոշն է կարմիր։ Միացյալ Նահանգներից հայտարարեցին միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում TRIP-ի զարգացման ընկերության հիմնմանը, հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությանը, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Հայաստանի արտգործնախարարությունից հայտարարեցին ԱՄՆ Հայաստան համաձայնագիրը TRIP-ի վերաբերյալ ստորագրվեց եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս հայտարարություն տարածեց, ասաց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ավարտվեց, ստորագրեցի համաձայնագիր, որը ստեղծում է TRIP ուղին այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին տրամադրելու է արտակարգ հնարավորություններ հիմնված ինքնիշխանության վրա։ Հայաստանի արտգործնախարարն էլ նաև նշեց, որ առանձին գործընկերների հետ աշխատում են իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ, սա մեր արտադրողներին նույնպես կգա օգնելու, նաև նոր շուկաներ գտնելու, հետագայում ավելի կանոնավոր հիմքերի վրա շուկաներ, մատակարարումներ ապահովելու համար։ Այս ուղղությամբ հիմա այս ստորագրված արդեն փաստաթղթերը TRIP-ի եւ այլն ինչ է ենթադրում, ինչ է նշանակում։ Սա նոր քայլ է, սա ըստ էության Միացյալ Նահանգների կառավարությունը դուռ է բացում թե պետական, ամերիկյան, հա, թե մասնավոր ներդրումների համար։ Եվ այդ քաղաքական որոշումը, որ ընդունված էր, հիմա արդեն
ֆինանսների հոսքերի դռներն են բացվում եւ ըստ էության այնինչ նախաստորագրվեց Երևանում Մարկո Ռուբիոյի եւ Արարատ Միրզոյանի միջև սա նաեւ կանաչ լույս է այդ նախապատրաստական աշխատանքներին դա ստորագրելու համար ըստ էության ես մոտավորապես այդպես էլ պատկերացնում եմ ինչպես մեր արտգործնախարարն էլ ասաց որ սա շաբաթների հարց է լինելու հա ստորագրումը որից հետո արդեն կսկսեն աշխատանքների հետ կապված տենդերները եւ կոնկրետ ֆինանսական հատկացումները ներդրումները եւ այլն եւ նաեւ կոնկրետ աշխատանքը արդեն գետնի վրա։ Շատ լավ։ Իսկ ինչ է նշանակում Ռուբիոյի ասածը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ավարտվեց։ Ինչ ստորագրությամբ TRIP-ի վերաբերյալ։ Այո։ Բայց խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ։ Կապ չունի։ Կապ չունի, նույնիսկ կապ չունի, այսինքն խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվելու է, այդ TRIP-ը դեռ չստորագրած այդ խաղաղության համաձայնագիրը կառուցվելու է եւ աշխատելու է անկախ նրանից դա կստորագրվի թե ոչ, բայց կառուցվում է մի բան, որից օգտվելու է թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Միացյալ Նահանգները եւ հաստատ ոչ Ռուսաստանը։ Եվ կառավարությունը նոր հայտնեց այն երկրների անունները, ուր ուղևորվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքները, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի կողմից, Եվրոպական միություն, Միացյալ Թագավորություն եւ Կանադա, եւ այս երկրներում առկա մաքսատուրքերը եւս գործադրի կողմից փոխհատուցվելու են։ Հիանալի։ Ահա, պարոն Մեհրաբյան, իդեպ հենց նոր ձայնագրություն հրապարակեց էլի հակակոռուպցիոն կոմիտեն, ես մեջ բերեմ, Ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի Աչափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք հիշյալ կուսակցության համակիչների եւ նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել ու տվել են ընտրակաշարք, կան ձերբակալվածներ եւ այլն։ Դե նորություն չէր էլի, հա, այսպես հաղորդագրությունը կարելի է ուղղակի։ Արդեն հա, էլի։ Շատ լավ, ես քանի որ Ուժեղ Հայաստանից խոսեցինք, էլի ձերբակալվածներ ընտրակաշարք անդրադառնանք Նախորեի հավաքին։ Նախորեի հավաքը այդ թվում նաև ռուսական կողմից ներկայացվում է որպես մի ցցուն օրինակ, թե ինչ է տեղի ունենալու արդեն հունիսի 8-ին Հայաստանում իշխանափոխություն եւ իրենց ասած Սամվել Կարապետյան վարչապետ։ Դրա մասին է այդ հավաքը։ Այո, դրա մասին էր, դա յուրովի, այսպես ասենք, հաշվետվություն էր հայրիկին, թե ինչ է արված այսքան ջանքերի դիմաց։ Ի վերջո հայրիկն անձամբ էր միջնորդում, որ դե տեղ տվեք բան, եւ նրան, այսպես ասած, մերժումով պատասխանեցին, ինչը հայրիկին բնականաբար բարկացրեց, հա, բայց ջանքերը թափված եւ պետք էր հաշվետվություն, որոնց այնց պատկերված, քանի որ հայրիկն էլ դինոզավրի սերնդից է եւ ինտերնետից չի օգտվում, դե գոնե ֆոտոյով բանով տես մի կերպ ցույց տան սիրտը շահեն տրամադրությունը բարձրացնեն առանց այդ լավ չի, որովհետեւ երեք Պետերբուրգում պետք էր այդ միջազգային տնտեսական համաժողով առավոտ 6-ը սկսվեց նրանով, որ Պետերբուրգի նավթային տերմինալը ծովային բարձրացավ օդ, դա էլ բավարար չէր, ուկրաինական ամենահաս անօթաչուները հասան նաև Կրոնշտատի Բալթիկ ծովի նավատորմի բազային եւ այնտեղ էլի նավ խոցեցին, էլի օդ բարձրացնելով եւ քաղաքի վրա կենտրոնից հենց Նևսկի պողոտայից երևում էին այդ ծուխը երևում էր բոլորին, այդ թվում նաեւ այդ Պուտինի տնտեսական ֆորումի մասնակիցներին այնպես որ թող բարով վայելեն մեր տուն կռիվ բերածների տունը վերադառնում է բումերանգով այստեղ որոշակի մետաֆիզիկա կա
ինչպես ասում են, բարով վայելեք, մենք գնում ենք առաջ եւ գնում ենք առանց ձեզ եւ պետք է գնանք առանց ձեզ եւ զահլես չտանեք այդ բալանսավորմամբ։ Պարոն Մեհրաբյան, տեսեք, ընտրակաշառքելի նոր դեպքեր այսօր առավոտյան հանրապետության տարբեր մարզերում 50 հասցեներում իրավապահները խոզարկություններ են անում մեր ձևով հասարակական կազմակերպության հետ փոխկապակցված անձանց հետ։ Ալիկ Ալեքսանյանը, որ կալանավորվեց, համահիմնադիրը, փողերի լվացում, ընտրակաշառք, միլիարդ դրամների մասին խոսքը գնում եւ Հոյդայի Գյումրու գրասենյակում են հիմա խոզարկություններ իրականացվում, հա։ Շատ լավ։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք, բա լավ, սրա հետևանքը ո՞րն է, մեզ անդադ հղում են անում իրավապահներին, դատական համակարգին, բա չկա դեր դատանի ուժի մեջ մտած որոշում եւ այլն։ Հիմա, օքեյ, այս մարդիկ ամեն ինչ արեցին, եկավ ընտրության օրը, կարողացան իրենց համար այնքանով որքանով հաջողություն գրանցել, դեռ պետք է չափել գուցե նաեւ այսպիսի գործողությունների հետևանքով, հա, այդ հաջողությունը կարող են գրանցել։ Հաջողությունը նկատի ունեմ զուտ անգամ պարլամենտում հայտնվելու տրամաբանությունը։ Հետո կայացվում են ինչ-որ դատական որոշումներ, այդ դրա հետևանքը էլի ինչ է լինելու օրինակ։ Ես ասում եմ, պետությունը էլի իրավապահ, մեր իրավապահները մի հարցի պետք է պատասխանեն, սա ինչ էր։ Այդ Ալիկ Ալեքսանյանը ինքնագլուխ, ի հեճուկս ազնիվ Սամվել եւ Նարեկ եւ Կարեն Կարապետյանների ազնիվ ինքնագլուխ այդքան կաշառքա բաժանել, էս արել, փողա լվացել եւ այլ, թե այնուամենայնիվ այնինչ հայտնաբերել են մեր իրավապահները, դա այսպես վերտիկալ ինտեգրված, ստրուկտուրիզացված, կաշառատու եւ փող լվացող համակարգի մի ինչ-որ ֆրագմենտներ են ամենօրյա ռեժիմով ի հայտ գալիս։ Չէ՞ որ արդեն էլ որ կարդում եք ասում էի արդեն հետաքրքիր չի։ Ասենք ոնց որ այն ամենօրյա այն եղանակի տեսությունը, հա, ասենք։ Եվ եթե առաջինը չէ, այլ երկրորդն է, ապա սրանք ոչ թե կուսակցություններ են, ոչ թե հասարակական շարժումներ են, այլ սրանք կազմակերպություններ են, որոնց բնորոշ է կազմակերպված քրեական խմբավորման գործունեությանը այսպես ներհատուկ գործունեություն եւ սրանով պետք է զբաղվի մեր պետությունը, այո։ Մենք խոսում ենք եվրոպական ստանդարտներից, Եվրոպայում չի կարող լինել նման բարդակ, հասկանում եք, եւ պետությունն էլ ասի դե բա մենք ինչ անենք։ Չգիտեք ինչ անեք, կողքներդ իմացող պահեք։ Որ ձեզ ասի ինչ անենք։ Բայց լավ, իսկապես ինչ անեն։ Ոնց ինչ անեն։ Սրանք պետք է լուծարվեն, սրանք պետք է ընտրության չմասնակցեն, սրանք դեռևս քաղաքականության հետ պետք է գործ չունենան։ Դե ունենում են արդեն մի օր բան մնաց քաղաքաշարժանը։ Դե ես այսինքն ինչ եք առաջարկում ենք եւս 5 տարի, ասենք թե հիմա էլ էս սեգմենտի կատարմամբ պարլամենտական մաղձավանջ ունենանք ու մի հատ էլ սրանց ձեռքով պատրաստված թոկը գցենք պետության վիզ։ Նա ես ինձ կարող եք ասել, ին որ մեղքի համար է ես 5 տարի հարկեր վճարում Իշխան Սաղաթելյանի պայմանական Իշխան Սաղաթելյանի աշխատավարձի համար, կարող եք ասել։ Հիմա էլ ասենք թե Նարեկ Կարապետյանի աշխատավարձի համար ինչու պետք է վճարել։ Ինչա պետությունը իր անելիքը չի արել։ Եվ արդյունքում մի սուբյեկտ է ի հայտ եկել որպես մասնակից ընտրական process-ի, որը բոլոր առումներով խախտում է ընտրության նորմերը, վիրավորում է մեր պետությանը, մեր պետության քաղաքացուն, մեր պետության սիմվոլներն է ոտնատակ տալիս, թշնամի պետության շահերն է հետապնդում, որ պետությունը հիմա ինձ բացատրում է, դե բա ես ինչ անեմ, չհասկացա։ Ես հարկ եմ վճարում, որ դու ոչ թե հարցնես, բա ես ինչ անեմ, այլ իմանաս ինչ ես անում եւ անես։ Կներեք։ Եվ պարոն Մեհրաբյան, Օվերչուկը, Ռուսաստանի փոխվարչապետերից մեկը,
հայտարարություն է տարածել, ասում է, եթե Հայաստանում Եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Ինչու պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Արդյոք մենք իսկապես գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել։ Ինչ ասում։ Ճիշտ ասում ով վերջուկը։ Կորեք գնացեք։ Հա բա մենք ինչ ենք ասում։ Այո, կորեք գնացեք։ Ոչ մենք ենք ձեր աչքի լույսը, ոչ դուք եք մեր աչքի լույսը, կորեք գնացեք էլի։ Մենք ինչ ենք ասում ձեզ, ընդհանրապես։ Եվ վերջում էլ Լովերչուկը ասում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը սահմանափակումների ենթարկում, որովհետև ինչ-որ այլ ձև է աճում մեջ, ինչ-որ բան էլ գտնում։ Օրինակ էս լավ, օրինակ ինչ շատ հետաքրքիր է, օրինակ ջերմուկ որտեղ է աճում եւ երբ է աճում, սեզոնը երբ է։ Դե Լուկաշենկոյի մոտ երևի աճում է ջերմուկ, թող գնան դե ծառնեն խմեն, ինչ է եղել, քաղեն խմեն, կամ չգիտեմ, ասենք բելարուսական ծիրան ուտեն, կամ Բարենցի ծովի ափերին աճող, ասենք թե լոլիկ եւ այլ։ Շնորհակալ եմ, պարոն Մերապ։ Համեցեք։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, համանուն կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էր։ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին մնացել է 2 օր, որից հետո հունիսի 6-ին լռելու են բոլոր ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը ամփոփել է մարզային այցերը, վերջին կանգառը Գեղարքունիքներ, Նիկոլ Փաշինյանը Ծովակ համայնքում խոսել էր իր ձևակերպմամբ եռագլուխներից։ Իսկ այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական եռագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժան իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն ցույց չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։ Ծառուկյան կակիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսկուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Նա նշել է, իրենք այսօր դրսում են պապաներ փնտրել ու գտել, քանի որ ինքը հրաժարվել է նրանց պապայություն անել։ Մենք պետք է նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը, Ծառուկյան Գագիկից, Կալուգացուց, Ռոբերտ Քոչարյանից, նշել է վարչապետը, հավելելով, որ դա արդեն տեղի ունենում։ Վերջին տարիներին շուրջ 8 միլիարդ դոլար գույքի եւ ֆինանսական միջոցներ են վերադարձվել ժողովրդին։ Նա նաեւ նշել է, որ այսօր անվտանգ ու բարեկեցիկ ենք, քան երբևէ։
Եվ դրա արդյունքում այսօր մենք պետություն ենք ավելին քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ եւ բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Եվ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Արդեն 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ սա մեր մեծագույն հարգանքն է մեր նահատակների հիշատակին։ Որովհետև եկեք պատկերացնենք, մենք Ղարաբաղի հարցը շարունակում ենք։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, ինչ ալնելու ժողովուրդ ջան։ Ալնելու են մանր ու մեծ պատերազմներ, ալնելու են շարունակական զոհեր, եւ վերջում ինչ ալնելու։ Վերջում ալնելու է Հայաստանի պետականության կորուստ։ Հայաստանի պետականության կորուստ։ Այդ գայթակղությունից մենք ազատել ենք, ես ազատել եմ Հայաստանի Հանրապետությունը։ Հանուն Հանրապետության կուսակցությունն էլ կալոշներով ակցիա է իրականացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ ընդդեմ վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների։ Վերջին օրերի իրադարձությունները, հատկապես Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները օրվա հրամայական են դարձնում ընդհանրապես ռուսական ներկայության հարցը դնել օրակարգում։ Ռուսաստանը ըստ էության պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը, Պուտինը անձամբ որոշել է փողով, վախի եւ սպառնալիքի լեզվով ոտնձգել մեր երկրի սահմանադրական կարգին։ Մենք տեսնում ենք ահռելի ապացույցներ, որ իր համար ընդունելի, նախընտրելի քաղաքական ուժերը ապօրինի կանխիկ միլիոնավոր դոլարներ են դրել շրջանառության մեջ ընտրություններին ընդառաջ եւ սա խոսում է այն մասին, որ Պուտինը, որը այսօր Հայաստանի ընդդիմության հիմնական դերակատարն ու սեփականատերն է, որոշել է զավթել մեր պետությունը։ Հայաստանը համարում է ժամանակավորապես կորցված տարածք, հայկական պետությունը համարում է թյուրիմացություն եւ մեր պարտքն է այսպիսի ակցիաներով ցույց տալ, որ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներկայությունը ցանկալի չէ մեր երկրում եւ հունիսի 7-ին ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի այդ մտադրությունը, Պուտինի այդ մտադրությունը ամբողջությամբ չեղարկվի, տեղ չգտնի, իրականություն չդառնա եւ Պուտինը պարտվի հունիսի 7-ին։ Հանուն Հանրապետության կուսակցությունը առաջին օրից եղել է ընդհանրապես ռուսական ներկայությունը սահմանափակելու օրակարգի ջատագովը։ Մենք նախորդին Գյումրիում էինք եւ մեր ակցիաների քարոզարշավի մի հատվածն էլ անցկացրինք ռուսական ռազմաբազայի դիմաց, կարծում ենք այդ ռազմաբազան պիտի դուրս բերվի Հայաստանից, որովհետեւ ըստ էության արտաքին սպառնալիք իրենք չեզոքացնում, հակառակը Գյումրիում մենք ապացույցներ ունեցանք, որ ռուսական ռազմաբազայի Հայաստանի քաղաքացիներին ուղղակի ուղղորդում են Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին քվեարկել եւ սա ըստ էության ապացուցում է, որ արտաքին սպառնալիք չեզոքացնելով ներքին սպառնալիք են ստեղծում, ռուսական ռազմաբազան ներքաշվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, այս ընտրական գործընթացներին։ Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին հունիսի 7-ին հավասարապես տեր կանգնել եւ իշխանությանը եւ ընդդիմությանը քվեարկել համար 18-ին։ Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 5-ին ժամը 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում է մեկ մարդու։ Հունիսի 5-ին ուղիղ ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու։ Այն մեկ մարդուն, որ պետությանը տեր է, անկախությանը տեր է,
ապագային տեր է, խաղաղությանը տեր է։ Այդ մեկ մարդն է հունիսի 5-ի իր ներկայությամբ եւ հունիսի 7-ի իր քվեարկությամբ որոշելու ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Ուժեղ Հայաստան ընդդիմադիր դաշինքի անդամներն ու համակիրներն էլ երթով շարժվել են Հանրապետության հրապարակ հանրահավաքի, երթի մասնակիցները տարբեր վանկարկումներ, գործող իշխանությունների եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանի հասցեին քննադատություններ էին հնչեցնում, կրկին հիշում էին, թե Փաշինյանի ընտրվելու դեպքում իբր 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման սպառնալիք կա։ Սա նրանց հիմնական հայտարարությունն է, որ պարբերաբար հնչում է։ Հանրապետության հրապարակում ըստ իշխանության Ալիևյան նարատիվներ տարածող Կալուգացի Սամոյի հավաքին ադրբեջաներեն տեքստեր միացվեցին։ Şimdi bunların hamısı bizim olacak. Güzel menzil, hoşuma geldi. Onların baş naziri var olsun. Բայց այսքանով չսահմանափակվեցին, գնացին ավելի հեռու, ադրբեջանական տեքստերից հետո Հայաստանի Հանրապետության քարտեզը պատռեցին։ Սամվել Կարապետյանի հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ հայտնեց, որ 50-55 հոգով Կուրսկից եկել են, որ իրեն ընտրեն։ Ընտրությունից հետո էլ հետևանքները իրենց չի հետաքրքրում։ Այսօր եմ եկել եմ հետիմենը իր համար։ Քանի հոգով եկաք։ Ճիշտ ասեմ, ու եկել են գահակին էլի։ Ինչքան ահակ։ Ну, примерно, այմիշ պետք է կասալ ասեմ։ Მე 50 գոգի եկել են։ Բոլորը Կուրսկի։ Բոլորը կուզեն որ Իրան ընտանենք։ Չէ, ասում եմ բոլորն էլ Կուրսկի։ Կուրս քաղաքից են, այո։ Բայց տեսեք, որքանով է ճիշտ, դուք գաք ընտրություն անեք, օրինակ թողնեք գնաք, իսկ այստեղ ապրողները դրա հետևանքները կրեն։ Նարեկ ջան, կներես, իր հետևանքը իշխանի ընտի չի դար կրե։ Ընտի պետք է Սամվելը ազատության մեջ եղնի։ Հանրապետության մի շարք մարզերում խուզարկություններ են ընթանում մեր ձևով հասարակական կազմակերպության աշխատակիցների բնակարաններում քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ։ Հիշեցնեմ, Ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով։ Քննչական կոմիտեն պարզել է, որ Ուժեղ Հայաստանի աջակից Ալիկ Ալեքսանյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով մեր ձևով ազգային արժեքների պահպանության կազմակերպության հիմնադիր ու գործադիր մարմնի ղեկավար, Սամվել Կարապետյանի աջակիցների մեր ձևով կազմակերպության եւ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 26 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածում Հայաստանում կազմակերպած ցույցերին ու հավաքներին մասնակցելու, այլ կերպ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով Հայաստանի տարբեր վայրերում գործող մեր ձևով կազմակերպության գրասենյակներում ձևականորեն քողարկելով իր իրական մտադրությունը քաղաքացիա իրավական, այդ թվում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 25 թվականի մարտի 31-ը մեր ձևով կազմակերպության բանկային հաշիվներին Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված Տաշիր բարեգործական հիմնադրամից, Ինտեգո Էներգո եւ Տաշիր կապիտալ ընկերություններից որպես նվիրատվություն փոխառության տրամադրում փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 միլիարդ դրամ, 230,000 եվրո եւ 75,000 դոլար։ Ալիկ Ալեքսանյանը նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարը օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով աշխատանքի ընդունված քաղաքացիներին 1 կամ ավել ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո նյութապես շահագրգռել է ուղղորդելով մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների մեր ձևով կազմակերպության եւ Ուժեղ Հայաստանի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 25 թվականի մայիսը
Հայաստանում կազմակերպած ցույցերին ու հավաքներին։ Արդյունքում աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասը աշխատանքի չի հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ այցելել մեկ կամ մի քանի անգամ, չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը եւ նպատակը։ Հետագայում Ալիկ Ալեքսանյանը նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից առանց կանոնադրությամբ նախատեսված հասարակական կազմակերպության նպատակների իրագործման։ Այսպիսով Ալիկ Ալեքսանյանի հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 միլիոն 835 հազար դրամ, իսկ որպես քաղաքացիայի իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն 59 միլիոն 428 հազար դրամ, ընդհանուր 763 միլիոն 264 հազար դրամ։ Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարույթային ու ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ։ Եվ այժմ զրուցելու եմ նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության թեկնածու Նարէ Արամյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Արամյան, քարոզարշավը գրեթե արդեն ավարտվում է այսօր եւ վաղը եւ հետո բոլորը լռելու են մեկ օր։ Որոնք են ձեր հետևությունները քարոզարշավից, ինչն է ձեզ համար առանձնացել եւ դե բնականաբար որոշակի արդեն իսկ ամփոփ մոտեցում պետք է ունենաք, թե ինչ եք սպասելու ընտրություններին, համեցեք։ Այո, շնորհակալություն իհարկե հրավերի համար, շատ ոգևորիչ է եղել ամբողջ ընթացքը եւ ես զգում եմ որքան բարդ է լինելու հենց հատկապես լռության օրը։ Մենք բոլորս սիրում ենք եւ խոսել, շփվել եւ այո, ոգևորիչ է հենց քաղաքացիների մոտեցումը, կարեւոր է նաեւ այդ իմաստով երիտասարդների մոտեցումը, ել չեմ ասում, պատկերացրեք ինչքան երեխաներ են մեզ ամբողջ ընթացքում շրջապատել, դա նույնպես ուրախել է մեր ապագա ընտրողներն են։ Իհարկե դրանից զատ կարող եմ նաև նշել, թե տարբեր հատկապես տարեցների մոտ ինչպիսի ավելի տրամադրության անկում կա, ավելի քիչ սպասումներ կան եւ դա նշանակում է, որ մենք ավելի շատ պետք է ներգրավենք նաեւ նրանց հասարակական կյանքում դեր ունենալու իմաստով։ Մեր սպասումները բավականին ոգևորիչ են, այսինքն մենք պատրաստական ենք պայքարը եւ շարունակելու եւ տեսնելու մեզ ազգային ժողովում որպես առողջ նոր ուժ, բարի ամենաբուն իմաստով եւ շարունակելու մեր պայքարն արդեն այնտեղ։ Հույս ունեմ, որ այսօր եւ վաղը բոլոր ուժերը իրենց ամբողջական եռանդը կներդնեն եւ իհարկե ընդդիմադիրներին եմ մաղթում հաջողություն։ Շատ լավ։ Մի քանի հարցեր։ Մենք տեսնում ենք ընտրակաշառքի բազում դեպքեր, ըստ ձեզ դրանք կարող են ազդել բուն ընտրության արդյունքների վրա եւ եթե այո, ապա օրինակ ձեր ուժը արդյունքներից ելնելով, հա, չի բացառում հնարավորություն դիմել սահմանադրական դատարան, հա, այսինքն տեսեք, եթե ինչու եմ սա հարցնում, եթե հիշենք 2003 թվականը, հա, այդ ընտրությունները եւ հետո սահմանադրական դատարանի, այսպես ասենք, որոշումը 2004-ին մի հատ անցկացնել այնուամենայնիվ վստահության հանրաքվե, որը այդպես էլ տեղի չունեցավ, հա, հիշելով այս օրինակը, այս ընտրակաշառքները, որոնք տարբեր բնորոշումներով համակարգային են եւ պետք է որոշակի արտացոլում ունենան, չէ՞, process-ի վրա։ Ամենազազրելի եւ միևնույն է որևէ տրամաբանություն եւ որևէ հանդուրժողականություն, այսպես ասենք, տեսնել այս դաշտում իհարկե չի կարելի։ Անթույլատրելի է։ Գիտեք, դա ոչ միայն արժանապատվությունից ցածր է, այլ ընդհանրապես այն, որ մենք այս օրին կարող ենք լինել եւ մտածել, որ ընտրակաշառքները կարող են որևէ կերպ օգտակար լինել այն ուժերին, որոնք որ ընտրակաշառքի մեջ թաթախված են, դա սարսափելի է։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր ավելի քան թե իրավապահները, թե առավել եւս դատական համակարգը պետք է լինի անաչառ, ամբողջությամբ քննության առն այդ բոլոր գործերը եւ վերջապես մենք պետք է կարողանանք ժողովրդավարական այնպիսի մեխանիզմներ ունենալ եւ ձևավորել այնպիսի մթնոլորտ, որոնք թույլ չեն տա ոչ ընտրակաշառքի բառի ամենաբուն ուղիղ իմաստով ներգրավում այսպիսի գործընթացներում, ոչ էլ առավել եւս վարչական ռեսուրսի օգտագործումը, որը մենք այսօր տեսնում ենք զանգվածաբար դպրոցների, մանկապարտեզների եւ այլ մակարդակներով եւ այս բոլոր գործերը պետք է լինեն ավելի խիստ
եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունների միջոցով պետք է լինեն դատապարտելի անշուշտ մենք պատրաստվում ենք դիմել բոլոր ատյաններ, այդ թվում եւ սահմանադրական դատարան մենք իհարկե կսպասենք թե տեղական եւ թե միջազգային դիտորդների գնահատականին, ինչու, որովհետեւ դրանք նույնպես կարեւոր են հասկանալու նախավարիչ նման իրավիճակները եւ այլ ընտրախախտումներ հենց ընտրության օրը քվեարկության ամբողջ գործընթացում ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ բուն ընտրությունների արդյունքների վրա, բայց եւ միևնույն ժամանակ համաձայն թե անհամաձայն լինելով նման եզրակացությունների հետ, մենք նույնպես ձեռնարկելու ենք համապատասխան միջոցներ։ Շատ լավ, կա ուժ, որի հետ չեք բացառի համագործակցությունը։ Գիտեք, մենք որևէ ուժի հետ, որն իր սկզբունքներով, արժե համակարգով եւ հատկապես նախընտրական ծրագրով կհամընկնի կամ պատրաստական է ցիչումների գնալ մեր տեսնելու համար համագործակցային դաշտում, միանշանակ պատրաստական ենք։ Ուղղակի մենք բացառում ենք ներկայիս եւ ընդունված է ասել նախկին իշխանությունների բառի ամենաբուն իմաստով ուղիղ համագործակցությունից։ Այդ երկու անձին վարչապետի թեկնածուում մենք չենք պատկերացնում եւ չենք պատրաստվում համագործակցել այդ շրջանակներում։ Միայն նոր ուժերի հետ կփորձեք, եթե Առաջինը, որովհետև դա ողջունելի է եւ ժողովրդավարության տեսանկյունից եւ պարլամենտարիզմի տեսանկյունից կարեւոր է նոր, առողջ, երիտասարդ, ավյունով եւ ճանապարհ անցած եւ մարդկանց համար առնվազն օգտակարություն ներկայացնող ուժերի հետ համագործակցությունը եւ դա կարեւոր է նաեւ, որպեսզի մենք կարողանանք գալ մեկ ընդհանուր ռազմավարության ազգային գաղափարի եւ նպատակների շուրջ որևէ փաստաթղթի մշակման։ Շատ լավ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում կարմիր գծով անցնում է աշխարհաքաղաքական բաղադրիչը, հա, եւ տպավորություն է, որ այս ընտրությունները վերածվել են, այսպես ասենք, Հայաստանի ինչ-որ կողմնորոշման ընտրության, եւ ցավոք նաեւ շատ հաճախ հենց դրան նպաստում են արտաքին դերակատարները, եւ ցավոք դրա հետևանքով բազմաթիվ հարցեր, սոցիալ-տնտեսական, հասարակական եւ այլն մղվում են ավելի այլ, այսպես ասենք, պլաններ, որոնք պետք է ավելի շատ գուցե մեզ հուզեին այս պարագայում, բայց դե ինչևէ ունենք այն ինչ ունենք։ Դուք ունեք աշխարհաքաղաքական նախապատվություններ։ Գիտեք, մեր հենց առաջին ուղղությունը հիմնադրույթը ծրագրի իհարկե դա եվրոպականացումն է, ամբողջական եվրոպական ինտեգրման տեսքով, ամբողջական միանշանակ մինչև այն ամբողջ շղթան, որը մենք պարտավոր ենք ապահովել որպես պետություն եւ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ ամբողջական ընտանիքի։ Այլ խնդիրը թե այսօր ինչու է այո շատ ճիշտ հարց եք բարձրացնում կարևոր շեշտադրմամբ այսպիսի իրավիճակ, երբ մարդիկ կարծում են թե կա միայն այդ երկու ճանապարհը անգամ անցումային փուլերում իհարկե մեզ համար միայն եվրոպականացման ճանապարհ կա եւ մեզ համար տանուկ են այն ուժերը, որոնք դեռևս պնդում են, որ կա միայն մեկ ճանապարհ այլ ուղղությամբ, որը մեզ միշտ տարել է դեպի շատ ավելի ոչ կայուն ապագա, այլ է, որ մենք պետք է պատկերացնենք ինչ գործողություններ եւ ամբողջական շղթա պետք է ապահովենք, որպեսզի կարողանանք եվրոինտեգրման ամբողջական ճանապարհն անցնել։ Սա շատ կարևոր է եւ որքան էլ տարօրինակ է թվում, այդուհանդերձ մենք ենթակառուցվածքներից սկսած շատ ենք ասում, չէ՞, միջև մարդու իրավունքների պաշտպանություն բազմաթիվ գործողություններ ունենք կատարելու։ Միևնույն ժամանակ մենք պետք է որևէ կերպ չմոռանանք, որ տարածաշրջանում մենք պետք է ունենանք բարեդրացիական հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ, տնտեսականից մինչև ուղղակի մշակութային։ Եվ այս իմաստով մենք նույնպես ունենք շատ աշխատանք անելու, որովհետև արված աշխատանքը բավարար չէ, այսօր էլ մենք տեսնում ենք միայն ձևական ինչ որ հարդարման գործողություններ, որը նույնպես գնահատում ենք անբավարար։ Հետևաբար մեր ուղղությունը միանշանակ եւ այն եվրոպական է, բայց միևնույն ժամանակ մենք ճանապարհին հասկանում ենք, թե ինչքան աշխատանք կա անելու եւ որ բոլորս պետք է լծվենք այդ գործին։ Թուրքիայի հետ շարունակելու եք սահմանի բացման հարաբերությունների կարգավորման բանակցությունները եւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։
Դա անխուսափելի գործընթացներ են։ Մենք պետք է ուղղակի ճիշտ գնահատենք, թե ինչ ունենք այսօր եւ արդյոք այն բոլոր պահանջները, որոնք մեր առջեւ կարող են դրվել, որևէ կերպ բխում են առաջին հերթին ոչ միայն ազգային շահերից, այլ նաեւ միջազգային իրավունքի պահանջներից։ Ոչ ոք չի փակել միջազգային իրավունքի դռները, ոչ ոք չի հանել մարդու իրավունքներ, այդ թվում եւ ժողովուրդների առանձին խմբային իրավունքները եւ մենք պետք է անպատճառ մինչեւ վերջ պայքարենք դրանց հաստատման եւ իրացման համար։ Ինչու՞, որովհետեւ առանց այդպիսի արդար հարաբերությունների հավասարություն լինել չի կարող եւ հասարակությունները չեն կարող ապրել համերաշխ։ Մենք խաղաղության հիմնախնդիրներով եւ ընդհանրապես ոչ միայն խաղաղաշինության, այլ նաեւ ընդհանրապես երկխոսության խնդիրներով զբաղվում ենք ավելի քան 30 տարի եւ տարբեր թե կոնտակտներում եւ աշխատանքային հանդիպումներին կարևորվել է այն, որ այս երկու երկրների մեծագույն խնդիրը դա իրենց ներքին խնդիրներն են, որոնց մենք իհարկե չենք կարող խառնվել, դա նրանց ժողովրդավարության հիմնականում իսպառ բացակայությունն է եւ պատկերացրեք որքան ավելի հեշտ ընկալելի եւ մարդկային ու արժանապատիվ կլիներ, եթե մենք կարողանայինք ժողովրդավարության հիման վրա համագործակցել։ Այո, մենք հասկանում ենք, որ այդ ժողովուրդները եւս գտնվում են իրենց պետությունների լծի տակ, դա կլինի խոսքի ազատությունից մինչև մարդու հիմնարար այլ ազատությունների պաշտպանությունը, այդուհանդերձ այդ երկրների ժողովրդավարացման միջոցով է, որ մենք կարող ենք լիիրավ տարածաշրջանային պետություններ հանդիսանալ։ Կարևորելով արդարության վերականգնումը, իրավունքների հասցեագրումը, ենթադրում եմ նկատի ունեք այդ թվում նաև արցախահայերի հիմնախնդիրները, ինչ է հասկանում ձեր ուժը դրա տակ, այսինքն իրավունքների հասցեագրում, օրինակ բավարարվել նրանց սեփականության իրավունքի հասցեագրմամբ, թե օրինակ վերադարձի, այսինքն ինչ ենք պատկերացնում դրա տակ։ Որևէ իրավունք չկա, որը չի բավարարվելու եւ չի պահպանվելու ցանկացած էթնիկ միավորման, ցանկացած խմբի, պետության, առանձին ժողովուրդների դեպքում, եթե դրանք արդեն իսկ ամրագրված են միջազգային իրավունքով։ Եվ այս դեպքում բոլոր իրավունքները, որոնք բռնի տեղահանվածների, փախստականների եւ այս դեպքում արդեն ցեղասպանության սպառնալիքի ներքո էթնիկ զտման արդյունքում այստեղ մեր հայրենիքում հայտնված մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Եվ դա կլինի այս տարի, հաջորդ 10 տարի հետո, թե տասնամյակներ անց, դա միայն կախված կլինի մեր պետության պատրաստակամությունից այդ իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու միջազգային իրավունքի տեսանկյունից եւ այդ մասին փաստում են բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներ եւ կազմակերպություններ, մենք ունենք բոլոր այդ իրավունքները եւ այդ իրավունքների համար հերթականությամբ թե զուգահեռաբար մենք պետք է պայքարենք։ Շատ լավ, կար մի շրջան 2020 թվականից հետո, 21 թվականին ավելի ակտիվ, երբ ձեր քաղաքական ուժի առաջնորդին համարում էին Ռոբերտ Քոչարյանի մարդը, հա։ Կխնդրեմ սան էլ անդրադառնալ։ Գիտեք, սկզբում համարում էին Ռոբերտ Քոչարյանին, անցումը պատկերացրեք, հետո Սերժ Սարգսյանինը, հետո օբյեկտիվորեն գոնե Նիկոլ Փաշինյանին եւ հետո Լևոն Տեր-Պետրոսյանինը, գիտեք, գոնե հերթականությունը պետք է պահպանենք, որովհետեւ այդպիսի զիգզագներն ուղղակի, գիտեք, ծիծաղել է, բայց ինչպես է հնարավոր այդքան մեղմ արտահայտվում լինել ոչ ողջամիտ։ Այդպես չի լինում։ Մենք փորձում ենք փնտրել եւ անգամ գտնում ենք հաճախակի այլ երկրների գործակալներ այնտեղ, որտեղ նրանք ոչ միայն չկան, այլ նաեւ այնտեղ ուղղակի բացարձակ մթություն է, այդպիսի բան լինել ուղղակի չի կարող։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք ինչու է նման անվստահություն կամ ինչու են մարդիկ միտումնավոր այդպիսի տեղեկություններ տարածում։ Հասկանալի է, հիմնականում դրանք կամ սեփական շահը, որում հիմնականում նեղ խմբակային կամ անհատական շահն առաջ բրթելու համար են, կամ իրենց ավելի սպիտակացնելու, դիմացին ստեղծելու միջոցով։ Մենք այդ մեթոդներին իհարկե տիրապետում ենք, բայց չենք օգտագործում։ Մյուս կողմից էլ միշտ այդպիսի պայքար ենք մղում, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, ով է մեզ անում։ Ձեր ուժի անունը առնվազն մեզ որոշակի
որոշակի, այսպես ասենք, հուշումներ է տալիս, հա, ռեֆորմիստական ուժեք դուք։ Եվ որոնք են ըստ ձեզ այն առանցքային ոլորտները, որտեղ անհրաժեշտ են ռեֆորմներ իրականացնել եւ ինչպիսի տեսք են նրանք ունենալու ձեր դեպքում։ Որքան եմ ես սիրում հատկապես այդ բարեփոխումական մոտեցումը, որովհետև, չգիտեմ, երևի յուրաքանչյուր մեկը, ով տեսակով հեղափոխական է, պետք է սիրի անպայման ռեֆորմիզմը, եւ սա կարևորագույն է առաջին հերթին հանրային վերահսկողության տեսանկյունից։ Գիտեք, մեր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնական թերություններից եւ արդյունքում առաջացող կոռուպցիոն ռիսկերից միջև ուղղակի ապաշնոր կառավարում գալիս է հանրային վերահսկողության իսպառ բացակայությունից։ Այն ձևաչափերը, որոնք մինչ օրս ունեցել ենք, որևէ կերպ բավարար չեն եւ տարօրինակ չհնչի, դա չի կարող վերաբերել միայն անազատ կամ կիսազատ պայմանների ինչ-որ վայրերի վերահսկողության, այլ անմիջական կառավարմանը։ Եվ սա այն մասնակցայնությունն է, որը քաղաքացիական հասարակության կողմից թե անհատ քաղաքացիները պետք է ապահովված լինի անմիջականորեն իրենց կառավարմանը եւ որոշումների կայացման որևէ ատյանում մասնակցության տեսքով։ Մենք սա ենք տեսնում գլխավոր բարեփոխում, բայց հասկանալի է, որ որպես նաեւ սոցիալիզմի եւ սոցիալիստական մոտեցումների սոցիալական երկրի եւ իրավական երկրի պատկերացումներ ունեցող ուժ, մենք տեսնում ենք այնպիսի բարեփոխումներ, որոնք թե գործնականում իրավակիրառական տեսանկյունից եւ թե մարդկանց միջև բացարձակ օրենքի արժեվ հավասարության տեսանկյունից, հավասար հնարավորությունների տեսանկյունից պետք է ապահովի այդ կայուն զարգացումը, որի ճանապարհին մենք պետք է մի օր գտնվենք։ Շատ լավ։ Այսինքն ավելի շատ այդ իրավական, դատա իրավական ոլորտը եւ սա համարում եք այն ոլորտը, որը այս 8 տարվա ընթացքում այդպես էլ խելքի չբերվեց։ Անշուշտ եւ ցավալիորեն դա այդպես է, որովհետեւ պատկերացնում եք, թե որքան նեխած մթնոլորտ կարող է տեղի ունենալ ընդհանրապես մեզ հետ, այդտեղ այդ մթնոլորտում մենք կարող ենք գտնվել, եթե մարդկանց չգիտես ինչու ուզում են այնպիսի պատիժ տալ դեռևս չապացուցված մեղքի պարագայում, այսինքն անպատճառ կալանավորել, անպատճառ ձերբակալել, տեղափոխել ազատության զրկման վայրեր եւ այլն, երբ ուղղակի որևէ կերպ արտադրության տեսանկյունից նպատակահարմար չէ, առավել եւս եթե այդ ամենը տեղի է ունենում, ինչպես մենք տեսնում ենք քաղաքական հետապնդումների տեսքով, եւ մարդիկ, ովքեր հացադուլի են, այսօր նաեւ նստացույցի են եւ պայքարում են ամեն կերպ իրենց իրավունքների համար կամ այն խմբի, որոնց իրենք ներկայացնում են, որևէ կերպ դա տեղ չի հասնում։ Սա այո, այդ նեղած համակարգի արդյունքն է։ Իսկ համանդրական փոփոխություններին ինչպես եք վերաբերվում։ Միանշանակ դրական եւ սահմանադրությունը չի կարող չփոփոխվել, գիտեք, դա ոչ թե որովհետեւ ճկունություն է մեզ անհրաժեշտ ուղակի կառավարման տեսանկյունից, բայց օրենսդրական դաշտի այդպիսի փոփոխություններ կարող են լինել, որոնք այո պետք է պահանջեն եւ ավելի խստացումներ եւ մարդու իրավունքների տեսանկյունից ավելի լայն ազատություններ։ Սա մի կողմից հասկանալի է, որովհետեւ նաև պետք է ժողովրդավարության տեսքով ավելի շատ փոփոխություններ, մյուս կողմից էլ հասկանալի է, որ դա որևէ կերպ չպետք է առնչվի Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերին, այդ թվում եւ հռչակագրային, որովհետեւ դրանք որպես այդպեսին չեն կարող որևէ էական փոփոխություն կրել, առաջինը եւ երկրորդը, որովհետեւ դրանից չէ, որ պետք է կախված լինի երկրի ապագան։ Շատ լավ։ Եվ վերջինը top թեմաներից մեկը բնականաբար Ռուսաստան, դուք իհարկե անդրադառնալով Հայաստանի եվրոպական ուղուն արդեն մեզ ուղերձ տվեցիք, թե որտեղ է Հայաստանը կենտրոնանալու ձեր կառավարման դեպքում, իսկ ինչպիսի հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Գիտեք, մենք պետք է լինենք այո ավելի հավասարակշռված եւ պետք է գնահատենք լրջորեն այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեծ հետ վերջին տարիներում եւ իհարկե ինչքանով էր դերը Ռուսաստանի եւ ինչպիսին է նաեւ այսօր օբյեկտիվ կամ ավելի, այսպես ասենք, հայամետ, ինչպես ասում են։ Այո, հիշելով, թե քանի հազարանոց արդյունքում եւ արտագնա աշխատանքների, այդ թվում մշտական բնակության, քաղաքացիության մենք հայրենակիցներ ունենք Ռուսաստանում, այդուհանդերձ մենք պետք է հստակեցնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
եւ դա կլինի աստիճանական անցում, դա կլինի փողզիջման տեսքով կամ նրանց կողմից որևէ առաջարկների տեսքով, այսպես այլևս հարաբերությունները շարունակել չի կարելի մի կողմից սրելով դրանք, բայց մյուս կողմից որևէ կերպ քայլ չանելու, պոկվելու նրանցից կամ մենք նրանց հետ լինում ենք համերաշխ որոշակի հարաբերությունների շրջանակներում, օրինակ, ինչ որ տնտեսական կամ այլ ոլորտի, կամ մենք վերջնականորեն պետք է տեսնենք, արդյոք հնարավոր է խզել նրանց հետ հարաբերությունները, ինչպես մենք պատկերացնում ենք, արդյոք հնարավոր է հաշվի առնելով նրանց ավելի խոցելի վիճակը ի վերջո իսպար ազատվել նրանց ներկայությունից տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ համենայն դեպս առաջիկայում եւ դա նշանակում է, դա եւս մեկ անգամ մեզ հուշում է, որ մեր եվրոպականացման ճանապարհին մենք պետք է լինենք ուշադիր, զգոն, բարեդրացիական եւ փորձել հարաբերությունները հստակեցնել նաեւ Ռուսաստանի հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության թեկնածու Նարէ Արամյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։